ԱՊՀ երկրների 11-րդ երիտասարդական Դելփյան խաղերին Հայաստանից մասնակցել է 69 հոգի։ Մրցանակի է արժանացել 18-ը։ 3 մարդ գրավել է առաջին տեղ, 15-ը երկրորդ եւ երրորդ տեղեր։ Հայաստանյան դափնեկիրների մրցանակաբաշխությունը եւ գալահամերգը տեղի ունեցավ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։ 10-ից 21 տարեկան մասնակիցները մրցել են տարիքային 3 խմբերում՝ կերպարվեստի, դաշնամուրի, ջութակի, ազգային նվագարանների, երգուպարի, հագուստի դիզայնի եւ արվեստի այլ ճյուղերում։ Բավականին ավանդական է դառել ավանդույթ է դաշնակահարները միշտ Դելփյան խաղերում ներկայանում են բավականին հզոր եւ շատ լուրջ կազմով։ Բոլոր դաշնակահարները արդեն գրեթե պատրաստի շատ կարևոր միջազգային մրցույթների դափնեկիրներ էին։ Տասնմեկերորդ երիտասարդական Դելփյան խաղերը նախորդներից տարբերվել են անցկացման ձևաչափով։ Բոլոր ելույթները տեսաձայնագրվել են, պրոֆեսիոնալ հանձնախումբը քննել է առցանց։ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Լիլիա Նիկոյանը նշեց, որ միջազգային այս ստուգատեսին մասնակցելը առավել եւս մրցանակային տեղ գրավելը մեծ պատիվ է յուրաքանչյուր երկրի համար։ Հայաստանի պատվիրակությունը այս տարիների արձանագրված հաջողությունների շնորհիվ մշտապես եւ Դելփյան կազմակերպիչներին եւ մասնակից երկրների կողմից ավանդաբար ընկալվում է որպես գլխավոր մրցանակների հավակնորդ։ Այս տարիների ընթացքում սկսված 2002 թվականից Հայաստանը նվաճել է 41 ոսկե մեդալ, 31 արծաթե եւ 27 բրոնզե մեդալ։ Ընդհանուր ցուցանիշներով այս տարվա խաղերին Հայաստանը մասնակից երկրների շարքում գրավել է երկրորդ տեղը զիջելով Ռուսաստանի Դաշնությանը։ Արդյունքներ արձանագրեցինք նաև մարզերից, Արմավիրի, Արարատի եւ Շիրակի մարզերից նաև ունեցանք երեխաներ, ովքեր արդյունքներ տեղեր նվաճեցին։ Այսինքն ինքը ոչ միայն Երևանի, այլ նաև ուրախ ենք, որ հանրապետության տարբեր մարզերում ունենք տաղանդավոր երեխաներ եւ մենք սիրով պատրաստ ենք աջակցելու, օգնելու, ի հայտ բերելու մեր տաղանդներին եւ հուսով ենք, որ այս Դելփյան խաղերի նվաճումը սկիզբ կլինի առավել հաջող կարիերայի մեր երեխաների համար։ Մուսինյաններին ազգային նվագարաններ անվանակարգում գրավել է առաջին մրցանակային տեղ։ Մրցանակաբաշխության ժամանակ նա կատարեց մրցութային ստեղծագործություններից։ Ես չգիտեի ճիշտ ասած քան ինչ է, համերգների եմ գնացել մայրիկիս հետ, ծանոթացել եմ ուսուցչուհուս հետ, պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյանի հետ, ծանոթացել եմ գործիքի հետ, տենց ուզեցի մի քիչ փորձել նվագել, տենց շոյեցի կանոնը մատով, ուզեցի գնալ կանոնի, ես հիմա սովորում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում, կանոնի բաժնում 4-րդ դասարանում։ Ես շատ մրցույթների եմ մասնակցել, այս մրցույթին ես որոշեցի նվագել Ծովինար Հովհաննիսյանի էքսպրոմ ստեղծագործությունը եւ Ալեբիև Սոխակը, ռուսական երաժշտություն է։ Պոլինա Շարաֆյանը ջութակ անվանակարգում ստացել է երկրորդ մրցանակ։ Թվում է, որ քանի որ մրցույթը ինտերնետային էր հասկացնում, այսինքն ձայնագրություններ, դա իհարկե ավելի հեշտացնում է գործը, երբ որ ոչ թե նվագում ես բոլորի առաջ, արդեն նվագում ես եւ հետ կարող ես ուղարկել, բայց սիրուն է բեմի վրա եմ շատ սիրում նվագել։ Մի գործը իմ պապիկի գրած հենց ինձ համար գրված գործն էր, նոր, որը միջազգային պրեմիերա ստացվեց։ Դե մեկը դա էր։ Իմ մնացածը նվագում էի Չայկովսկու ջութակի կոնցերտի երկրորդ մասերը, որը արդեն որոշ ժամանակ դե սովորացել եւ Ռիմսկի կորսակովի Պալոտ Շմիլյան, որը համարում է ավելի վիրտուոզ գործ։ Շատ եմ սիրում այդ գործերը, բոլորն էլ մեկը մեկից լավն են։ Շատ եմ սիրում պապիկի գործը։ Երրորդ մրցանակ է ստացել Մայրաթորի Հովանու ներքո գործող Նոր Նորքի Հայոց Հայաստան Գինոսյանի անվան կրկեսային դպրոցը։ Իսկ կերպարվեստ անվանակարգում առաջին մրցանակներ են ստացել Միքայել Հարությունյանը եւ Աննա Կոստանյանը։ Սուսաննա Պետրոսյան, Արթուր Մանուչարյան, Ձայնագիր։